մեծ ծնողները ահազանգել են ձեր գյուղի բնակիչները, որ աշխատանքից ազատման դիմում է պարտադրվում գրել մի կնոջ, ով ձեզ մոտ 34 տարի է դասավանդում է լեզու եւ հայոց լեզու եւ գրականություն։ Եվ ասում են, որ դրդապատճառները քաղաքական են։ Կմանրամասնեք։ Բազմիցս ահազանգեր են եղել, թե ուրեմն ուսուցիչներից, կոլեկտիվից եւ թե ընդհանրապես աշակերտական ուրեմն համակազմից, որ տվյալ ուսուցչուհին տարբեր ակտներով փորձել է ուղղորդել ծնողներին, ընտրել այս կամ այն կուսակցությանը, քարոզչություն անել, հայրենասիրության քողի տակ փորձել է պարտադրել իր հայացքները, բայց բոլոր դեպքերում ձեր ասած այդ փաստարկները հաշվի առնելով, որ 34 տարի մարդ աշխատում է, լավ է աշխատում, տարակարգ ունի եւ այլն, ես ընթացք չեմ տվել այդ ամենին։ Առավել եւս միայն ասոկոսների վրա այդ ամենը կառուցել հնարավոր չի ըստ էության։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո ամսի 8-ին նույն ուսուցչուհին ծնողներին 13 աշակերտների դասական դասարանի ուղարկում է մի ուրեմն հաղորդագրություն, որտեղ խոսում է այն մասին, որ ուսուցչուհին հրաժարվում է նախապես պլանավորված էքսկուրսիան իրականացնել, որովհետև այդ էքսկուրսիան նախ հարցնում է ինչպես եք, համոզված եմ, որ հիմա արդեն լավ եք։ Պլանավորած էքսկուրսիան մենք չենք գնալու, որովհետև մենք պիտի գնայինք հայկական եկեղեցիներ եւ հայկական հնավայրեր, իսկ դա ձեզ հետաքրքիր չի լինի։ Սեպտեմբերից ես այլևս դասղեկ չեմ լինել։ Անմիջապես ծնողները այդ նույն հաղորդագրությունը ուղարկել են ինձ, որին հետևանք եղել է խիստ նկատողությունը, որովհետև տվյալ պարագայում ուսուցիչը գերազանցել է մի քանի իր պարտականություններ։ Նախ փորձել է չկատարել իր պաշտոնեական պարտականությունը էքսկուրսիան է ձախողել, մեկ, երկրորդը, նա իրավունք չուներ ծնողներին որակավորելու, պիտակավորելու եւ ասելու, որ իրենց հետաքրքիր չի կարող լինել հայկական եկեղեցին, հայկական հնավայրերը։ Մյուս կարևոր հանգամանքը, որ իր պաշտոնեական ուրեմն պարտականությունները գերազանցելով հայտարարել է, որ սեպտեմբերից ինքը դասղեկ չի լինելու, թեև տնօրենի հրահանգ, հրաման նմանատիպ չի եղել։ Դուք երգում եք այն պնդումները, որ ուսուցչուհու ազատման դիմումի համար ձեզ օր ու ժամ է տվել մարզպետարանը եւ մասնավորապես մարզպետի հրահանգը ձեզ իջեցվել է կրթության վարչության պետի միջոցով։ Եվ պայմանը եղել է այն, ոչ թե այդ գրառումը, այլ այն, որ այդ ուսուցչուհուց պետք է ազատվել, որովհետև ուժեղ Հայաստանի շտաբի պետ է եղել ամուսինը եւ ինքը ներկա է եղել հանդիպումներից մեկի ժամանակ։ Ես ոչ միայն չեմ պնդում, այլ ընդհանրապես դեմ եմ ձեր մոտեցմանը։ Իմ չէ, դրա մասին խոսում են ծնողները եւ շատ ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Խոսակցությունների հիմքի վրա մենք ոչինչ չենք կարողացնում։ Այս պահին գնում է գործընթաց, որը օրինական հունի մեջ։ Ինչ գործընթացի մասին է խոսքը։ Խիստ նկատողությունն է այս պահի դրությամբ եւ ուրիշ ոչինչ։ Այո, այդ նյութը նաեւ ուրեմն ծնողները հասցրել են մարզպետարանին, այնպես չի որ այդ նյութը միայն գյուղի սահմաններում է մնացել, ինձ են ծնողները հազանգել։ Խոսքը հունիսի 8-ի հիասթափած նամակի մասին է։ Այո, դրա մասին է խոսքը, բայց կոնկրետ գործողությունները արդեն արվել են դրան համապատասխան։ Ինչ գործողություններ բացի խիստ նկատողությունից եւ դուք մինչ այդ կանչվել եք մարզպետարան, ում մոտ եք կանչվել եւ ինչ հանձնարարություն եք ստացել։ Դուք հերքում եք, որ ասվել է մինչեւ այսօր ժամը 1-ը ազատման դիմում ստանան ձեր միջոցով։ Կարող եք կանչել ուսուցչուն, ինքը դպրոցում է աշխատում է։ Եթե դեմ չեք, կանչենք, որպեսզի մենք լրագրող ենք, հա, համակողմանի նկարագրենք եւ իրավիճակը։ Բարև ձեզ։ Դուք եք։ Քանի որ դուք այստեղ եք, լավ կլիներ, որ 1-2 բառ դուք ասեիք։ Կարծում եմ ձեր մասին խոսում են գյուղում, ճիշտ կլիներ, որ դուք անձամբ պարզաբանում տայիք։ Ազատման դիմումի մասին ճիշտ է, ինչ որ լսել եք, ազատման դիմումը, ահա,
Տնօրենը ասել է, որ պետք է գրեմ, ես հրաժարվել եմ գրելուց։ Ինչի համար։ Դե Viber-ի էջում ծնողների ես հաղորդագրություն էի գրել էքսկուրսիայի համար։ Ընտրությունից մի օր առաջ երեկոյան գրել էի, որ նորմալ ընտրություն անեք, վերահանգել եմ հայրենիքի համար։ Իշահ մեր երկրի ընտրություն անեք նորմալ։ Հետո դրա հաջորդ օրը, ընտրության հաջորդ օրը ես ծնողներին ասացի, որ կարծում եմ, որ էքսկուրսիան ձեզ չի հետաքրքրի, որովհետև եւ աշակերտները ցանկանում էին լողավազան գնալ։ Ծնողները ման էին գալիս այդպիսի մի տեղ, որ երեխեքի համար հաճելի լիներ։ Հետո իմ նպատակը, որ էքսկուրսիան պետք է կազմակերպեի, Կոշավան քաղաքին եկեղեցիները, մտածեցի, որ իրենց պետք չի հետաքրքրի եւ ասացի դուք էքսկուրսիան ինքնուրույն կազմակերպեք։ Այսինքն դուք հրաժարվում եք կազմակերպել էքսկուրսիայից քանի օր առաջ եք դուք դրա մասին տեղեկացնում, որ դուք էքսկուրսիան դեռ չի եղել, ին էքսկուրսիան պետք է լիներ ապագայի հարցեր, բայց դուք տեղեկացնում եք, որ դուք հրաժարվում եք դա կազմակերպել։ Էքսկուրսիայի համար ես իրենց տեղեկացրել եմ մի 10 օր առաջ, բայց ես էքսկուրսիան իրականացրել եմ ծնողների, աշակերտների հետ շատ նորմալ օր ենք անցկացրել։ Այսինքն դուք ըստ էության ազատման դիմում ստացել եք, ազատման դիմումի պահանջ ստացել եք։ Ճիշտ են ծնողները ասել այդ մասին։ Անպայման։ Ահա։ Տնօրենը ասում է, որ դուք խիստ նկատողություն եք ստացել։ Երբ է եղել այդ ազատման դիմումի պահանջը եւ ինչպես է ձեզ ասվել այդ մասին։ Մի շաբաթ չէ, Գերթալարյան մի շաբաթ առաջ ասել է, որ պետք է ազատման դիմում գրեք։ Ես հրաժարվել եմ գրելուց, չգիտեմ ինչի համար պետք է գրեի, վերեն կտեսնեք ես այն չեմ գրել ես այդտեղ։ Հա, դուք արդեն գրել եք այդ ազատման։ Չէ, ազատման դիմումը չեմ գրել ես։ Չեմ էլ գրել այդ ազատման դիմում, ինչեւ հիմնավոր փաստեր չունենամ, թե ինչու։ Իսկ նկատողություն, խիստ նկատողություն ստացել եք։ Նկատողություն ստացել եմ էքսկուրսիան տապալելու համար։ Ձևակերպեմ միտքը, չնայած որ էքսկուրսիան իրականացվել է, բայց ուսուցիչը այսպիսի հրահանգներ է տվել։ Փաստորեն մեր ահազանգի մի մասը դուք հաստատեցիք, որ ձեզ պարտադրվել է ազատման դիմում։ Եթե կար խիստ նկատողություն, այդ դեպքում ինչու ազատման դիմում, Տիկին Թալալյան, եւ ում հրահանգներ դուք կատարել։ Դա ձեր նախաձեռնություն է, թե ճիշտ են մեր տեղեկությունները, որ ձեզ հրահանգվել է մարզպետարանից մաքրել, այսպես ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներից դպրոցը։ Ոչ, այդպեսի բան չի։ Այդ դեպքում ինչու եք դուք ասում, որ ես միայն խիստ նկատողություն եմ տվել, բայց պարզվում է, որ իսկապես դուք պարտադրել եք նրան ազատման դիմում։ Դուք իրավունք ունեք պարտադրել ազատման դիմում գրել։ Կրկնվող է, պայմանը հետևյալն է, որ քաղաքական որևէ բան գործում չպիտի լինի ընդհանրապես հետագայում։ Հա, բայց կներեք, դրա մասին կարելի է խոսել, դուք օգտվում եք ձեր դիրքերից եւ մարդկանց հրահանգում եք ազատման դիմում գրել, դուք հետո կներեք, մի քիչ ճիշտ չի ստացվում իմ ասածը, բայց դուք դրա տակից հետո դուրս գալու եք իրավական դաշտում, դուք կարող եք մարդուն քաղաքական հայացքների համար հալածել, որտեղ դուք օրենքի դաշտում պիտի գործեք, Տիկին Թալալյան։ Ես գործում եմ օրենքի դաշտում եւ մինչեւ վերջել իմ գործունեությունը միշտ լինելու է օրենքի դաշտ։ Բայց դուք անկեղծ չեք, քիչ առաջ չասացիք, որ դուք ազատման դիմում եք պարտադրել։ Ես ազատ եք, եթե մարդը սխալ է գործել, դուք ինչու եք ազատման դիմում պարտադրում։ Տվյալ, ուրեմն դուք եք չի ասում օրենքին պիտի։ Բայց մարդը ասեց այո։ Ես օրենքին հետևելով իր արարքի դիմաց համապատասխան պատիժ եմ սահմանել։ Կներեք, դուք դատավոր եք։ Դուք ընդամենը փաստերի հիման վրա կարող եք ազատել։ Այդ դեպքում դուք ազատման հրամանը տվեք։ Ինչու եք մարդուն ասում կամովի արի քեզ գլխատի գնա։ Ես այդպիսի հրահանգ չեմ տվել։ Մարդը ասում է տվել եք հրահանգ։ Ինչ հրահանգ է տվել։ Ընկեր Թալալյան, դուք ինչ չեք ասում դիմում գրի ազատման։ Էլ ինչ է ասել։ Այդպիսի հրահանգ չեմ տվել։ Ընկեր Թալալյանը, դե եթե չեք տվել, ուրեմն իրականությունը ես ներկայացնում եմ։ Ամեն ինչը ինչից է սկսվել։ Ես իմ հայրենիքի համար ելույթ եմ ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության կողմից։ Իհարկե ոչ դասերի հաշվին, դասերից դուրս է ելույթի եղել Կիրակի օրով։ Ինձ կանչել է ընկեր Թալալյանը, ասել է, որ վարչության պետը իրեն կանչել է եւ ասել է, թե ուսուցիչը շատ լավ ելույթեր ունենում հրահանգի, որ զգուշ լինի, չափերի մեջ մնա։ Ընկեր Թալալյանը ինձ առանձին կանչեց, իհարկե շատ շնորհքով, խաթրով ասավ մի արա այդպիսի բան, ասեցի ինչ որ փաստում են դրա դեմ, որ ես աշխատանքի ժամի եմ արել, ես չեմ կարողանում, իմ տեսակն էլ եք տա, ում եմ ինչ վնաս տվել։ Հետո ընկեր Թալալյանը դրանից հետո դպրոցում, սրանից մի շաբաթ, մի 10 օր առաջ երևի, ինձ զանգեց, ասաց, որ դու պետք է ազատման դիմում, ինձ ասել են վերևից, որ դու պետք է ազատման դիմում գրես։ Ասեցի, ես չեմ գրելու այդ ազատման դիմումը։
Ասավ եթե չես գրում, դե հիմա արդեն խիստ նկատողություն է տվել դրա համար, ես սպասում եմ, որ ընկեր Թալալյանը ինձ ազատի հիմնավոր փաստերով, որ ես դիմեմ դատարան։ Ես ընկեր Թալալյանի դեմ կներեք ոչինչ չունեմ, շատ հարգված, շատ սիրելի տնօրեն, ինձ համար իմ գործընկերն է եղել, մենք միասին երկար տարիներ աշխատել ենք։ Այսինքն դուք կարծում եք հրահանգ է իջեցվել եւ նա չի կարող դիմադրել այլևս։ Հրահանգը վերելից է, հաստատ գիտեմ որ հրահանգը։ Մարզպետարանից մեզ այդպես են ծնողներն ասել մարզպետն է։ Մարզպետից եւ վարչության պետից է հրահանգը եղել, որ պետք է ինքը անպայման այդ դիմումը գրի։ Եթե ինքը չգրի դիմումը, ընկեր Թալալյանին կազատեն։ Հիմա այստեղ խնդիրն է նա, որ ես իր դեմ ոչինչ չունեմ, ես չեմ ուզում, որ ընկեր Թալալյանին ազատեն։ Բայց ես էլ պարտավորված չեմ, որ ես դիմում գրեմ, չգիտեմ ինչի համար, առանց հիմնավոր փաստերի իմ դիմումի համաձայն ես ազատվեմ։ Այս փակուղային իրավիճակում փաստորեն ձեզ խիստ նկատողության մեթոդները պիտի օգնեն Տիկին Թալալյան։ Պիտի լիներ տվյալ գործունեությանը հակազդեցություն։ Հակազդեցությունը օրինաչափ է, դուք իրավաբաններ չեք, բայց ես խորհուրդ կտամ իրավաբաններին հետևել իմ գործընթացներին, որևէ անօրինական քայլ արված չէ։ Ուղիղ նախադասությամբ հերքում եք, որ ձեզ հրահանգվել է ազատվել այս ուսուցչուց։ Այո։ Այդ դեպքում ում խնդրանք պահանջն եք փոխանցել, երբ որ դուք այդ պահանջը ներկայացրել եք ազատման դիմումի մասին։ Դուք հերքում եք, որ դուք հերքում է Տիկին Թալալյանը, որ ձեզ ասել է ազատման դիմում գրեք։ Չեք ասել ընկեր Թալալյան։ Չէ։ Քանի անգամ եք ասել, ամեն օր։ Չէ։ Ամեն օր ինձ ասել է ազատման դիմում գրի։ Աշակերտների ծնողներ գրում են, որ ձեր հարազատների միջոցով են անգամ փորձ անում ազդելու ձեր վրա, ձեր էմոցիաների վրա, որ դուք այդ ազատման դիմումը գրեք, որպեսզի Տիկին Թալալյանը ամեն գնով ստանա ձեր ազատման հրամանը։ Ընկեր Թալալյան, ճիշտ է չեք ասում, որ դուք ինձ մի քանի անգամ կանչել ու ասել եք ազատման դիմում գրի, եղել է այդպեսի բան։ Եղել ընկեր Թալալյան։ Ես ձեր դեմ ոչինչ չունեմ։ Ես խնդրել եմ ու ասել եմ, որ ձեր դեմ ոչինչ չունեմ, ձեր մարդ տեսակի դեմ ոչինչ չունեմ, կրկնում եմ նորից։ Բայց դուք այնքան արեց, այնքան դրդեց ընկեր Թալալյան ազատման դիմում գրելու համար, որ ես նույնիսկ իմ ամուսնում, իմ ամուսինը ամբողջ Հայաստանի Հանրապետության աուդիտոր ա եղել, բոլոր օրենքներից շատ լավ գիտակ ու տեղեկացված է։ Գնաց վարչության պետի մոտ։ Վարչության պետի մարզպետարանի պետի մոտ ուզեցել եմ մտնել մարզպետի մոտ, ասել է, որ մարզպետը տեղում չի։ Վարչության պետին մոտեցել է, վարչության պետն ասել է, այդպես էլ պետք է լինի։ Եթե ԿՊ չի, չպիտի աշխատի։ Կարգը է դա։ Հիմա մենք սպասում ենք, նույնիսկ պահը գալիս է, խնդրում ենք ընկեր Թալալյանին ազատման։ Դուք ազատեք, ազատման հրամանը տվեք, ես դիմեմ դատարան։ Ինչքան կարանք մենք ստրուկի նման աշխատենք։ Եթե այս ամբողջը պատմի ազատման դիմումի մեջ, դուք պատրաստ եք ստորագրել այդ ազատման դիմումը։ Ոչ։ Այդ դեպքում ստացվում է, որ նա շարունակելու է աշխատել, դուք հիմքեր չունեք ազատել, եթե դուք հիմքեր ունենայիք, առնվազն կազատեիք առանց դրա, բայց չէք այդ դեպքում պահանջում ազատման դիմում։ Հաստորեն բոլորը հաստատում են ձեզնից բացի, որ ազատման դիմում են ձեր միջոցով փորձում կորզել այս կնոջից ամեն գնով։ Ես չեմ։ Այդ թվում ճնշումների։ Ես ընդհանրապես իրեն հաղորդել եմ այն, ինչ որ ինձ ասել է, ինչ իմաստով, որ տվյալ SMS գրողը չի կարող կրթության համակարգում աշխատել նման ձևով, եթե պետական, ուրեմն ծրագիրը, պետական քաղաքականությունը ուսուցիչը չի կիսում եւ չի աշխատում։ Չի կիսում ում կարծիքը Փաշինյանի, Կրճատ Հայաստանի։ Ոչ։ Այսինքն կարելի է ԿՊ-ական լինել, բայց ունենալ անդիմադիր Հայաստան չի կարելի, արգելված է մարդուն հայացքներ ունենալ։ Հիմա նորից եմ ասում, սխալ բաներ եք խոսում։ Որևէ քարոզչություն այստեղ չի եղել, միակ հորդորը ուսուցիչներին, միակ խնդրանքը ուսուցիչներին, որ հեռու մնան դպրոցում քաղաքական գործ։ Վաղը մյուս օրը ձեզ հնարավոր է այդ Կրճատ Հայաստանի քարտեզ պարտադրվի եւ պատին ունենալ, եւ ձեր դոշին ունենալ։ Դուք պատրաստվում եք այդ հրահանգները կատարել։ Անջատել։ Ինչ եք անելու, ձեր հաջորդ քայլը ո՞րն է։ Տնօրենը փաստորեն անպաշտպան վիճակում է շատ։ Եթե տնօրենը ազատի, ես իմելու եմ դատարան։ Ես ասում եմ, նաև իմ ամուսինը մոտեցել է կրթության վարչության պետին ու այդ ամեն ինչ իր կողմից է եղել, որ եթե ԿՊ չի, ուրեմն իրավունք չունի աշխատելու։
Իսկ դուք հանուն աշխատանքի եւ հանուն այս փոքրիկ պաշտոնի պատրաստվում եք այդ քարտեզը ձեր դոշին խփել եւ սրտիկների մեջ ես հայրենասեր հայ եմ, հայրենասեր մարդ եմ եւ երբեք չեմ ուզում, որ ծածուկ լինի իմ հայրենասիրությունը։ Ես ազատ եմ իմ կամքի, իմ կարծիքի մեջ, ես սիրում եմ իմ հայրենիքը։ Դուք քարոզչություն արել եք դասաժամերին կամ ոչ։ Դուք քարոզչություն արել եք դպրոցի տարածքում։ Ոչ։ Ճիշտ է, որ ձեր ամուսինը ուժեղ Հայաստանի շտաբի պետն է։ Այո, շտաբի պետ է եղել իմ ամուսինը։